Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդը Սրբազան Հովակի Մանուկյանը և բրիտանացի մի շարք հոգևորականներ նամակ են հղել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, պահանջելով Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը։ Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդներն էլ իրենց հերթին են նամակ հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին, մտահոգություն հայտնելով Լոնդոնի հայոց թեմի առաջնորդի կողմից նրանց ուղարկված նամակի կապակցությամբ։ Տիկին Մոսկովյան, հայ համայնքը այս տարիների ընթացքում աշխարհի բոլոր անկյուններին նամակներ է հղում եւ ինչով է պայմանավորված, որ հենց այս նամակը հանդիսացավ Բաքվի մտահոգության պատճառ։ Նախ շնորհակալ եմ հրավերից, ես պիտի անչափ գնահատեմ Սրբազան հայր Հովակի Մանուկյանի այս նախաձեռնությունը, իհարկե առաջի անգամ չի, որ նման նամակներ է հղել, մենք մեր պատգամավորների, Անգլիայի պատգամավորների, խորհրդարանականների, կրոնական առաջնորդների կամ հայամետ դիրքորոշում ունեցող ցանկացած կազմակերպության նամակներին մշտապես եւ հետեւողականորեն է անդրադառնում Ադրբեջան, այս առաջի անգամը չի։ Եվ նրանք հասկանում են մեր լոբիինգի սփյուռքում, լավ ըմբռնում են մեր լոբիինգը սփյուռքում եւ համակարգված արձագանքում են իրենց կառավարության ներկայացուցիչների միջոցով։ Նման օրինակներ ունեցել են 2020 թվականի պատերազմից հետո, երբ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները հետապնդում էին Մեծ Բրիտանիայի պատգամավորներին նամակներ գրելով իրենց, հրավիրելով իրենց հանդիպումների եւ նույնիսկ հրավիրելով Ադրբեջան մեկնելու, այսինքն բուլինգի նման, եւ նրանք աշխատում են համակարգված եւ չափազանց լավ, այս պիտի հասկանանք մենք։ Նրանք սպառնալիք են տեսնում Սփյուռքից եւ փորձում են չեզոքացնել այդ վտանգը եւ ուժը։ Ադրբեջանի հակընդդեմ նամակում գրված է. Ադրբեջանում կրոնի ազատությունն ապահովված է եւ տարբեր կրոնական համայնքներ ավանդաբար ներդաշնակ են ապրում։ Տիկին Մոսկովյան, ըստ ձեզ Բաքուն այս քայլով փորձում է միջկրոնական երանգ հաղորդել հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Այո, իհարկե, նրանք փորձում են պատրանք ստեղծել, թե Ադրբեջանում կա կրոնական եւ փոքրամասնությունների ազատություն։ Կան բազմաթիվ միջազգային զեկույցներ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլ երկրների եւ կազմակերպությունների կողմից, որոնք քննարկում են որոշ կրոնական առաջնորդների եւ կրոնական փոքրամասնությունների հալածանքները։ Ինչպես ամենակարևորը նաև Արցախի էթնիկ զտումների։ Ադրբեջանն էսի հասկանում է եւ համակարգված միջոցներով փորձում է ավելի լավ իմիջ ստեղծել իր երկրի համար, քանի որ նրանք պետականամետ են, իրենք պետական մտածողություն ունեն եւ ամեն գնով իրենց պետական շահերը պաշտպանելով իրենց երկրի իմիջն են բարելավում։ Եվ իմ համար ուրիշ բան էլ կուզեի, այսինքն դուք նամակը վստահ եմ, որ ընթերցել եք, տեսել եք, որ ովքեր են ստորագրել այդ նամակի ներքո, եւ իմ համար ամենազարմանալին Բաքվում գտնվող ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Ալեքսեյի ստորագրությունն էր։ Եվ հույսով եմ նաև իմ մտահոգությունս հայտնեցի Սրբազան հայրին եւ հույսով եմ, որ Էջմիածին այս խնդրին կարձագանքի ճիշտ ձևով իրենց խողովակների միջոցով, որտեվ լռելը
մենք լրել չենք կարող նման երևույթներին։ Իհարկե, հрьяաների պարագան հասկանալի է, քանի որ իրենք մեծ գործընկերներ են, արդեն հայտնի է իրենց համագործակցությունը պետական իմաստներով, բայց Ռուսաստանի իմաստով որոշ չափով զարմանալի էր իմ համար օրթոդոքսների իրենց սրբազանի ստորագրությունը։ Շատ լավ, հաշվի առնելով Ադրբեջանի կախվածությունը Մեծ Բրիտանիայից եւ հակառակը, Լոնդոնը ում նամակին ավելի շուտ ականջալուր կլինի եւ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտության հարցերում Լոնդոնի պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է։ Այո։ Անգլիայի վարչապետը եւ արտգործնախարարը բազմաթիվ նամակներ են ստացել Հայդատից, մեր սրբազանից, համայնքի խորհրդից եւ համայնքային խորհրդից եւ այլ համայնքային կազմակերպություններից անցյալ տարիների ընթացքում։ Երբեմն մենք իսկապես համակարգված ենք աշխատում այս կազմակերպությունները միմյանց հետ եւ թիրախավորում ենք նպատակ լինելով, որ միաձայն շեշտենք բոլոր այդ մեղքերը, որ Ադրբեջանը կատարում է թե Արցախի դեմ եւ թե Հայաստանի security իմաստով։ Նպատակն է աշխատել ուժեղ ազերբայջական լոբիի դեմ, որը մեծապես ֆինանսավորվում է եւ իրենք օգտվում են խոշոր PR ընկերություններ։ Մեր խնդիրը ներկայումս դա չէ։ Մեր խնդիրն այս պահին այն է, որ մեր սեփական Հայաստանի կառավարությունը երբեմն ներկայացնում է նույն տեսակետներ, ինչ Ադրբեջանը։ Եվ այս ցավալի է, եւ դա իսկապես դժվարացնում է հայանպաստ խնդիրների լոբիինգը Սփյուռքում, այս առաջի դեպքն է, որ մենք կռվի ժամանակ որոշ չափով 2020 թվականին համակարգված էինք աշխատում, բայց երբ որ այն օրվանից, որ վարչապետը հայտարարեց, որ Արցախը ինքը նկատում է Ադրբեջանի տակ, այդ վարքյանից արդեն կոնֆլիկտը ստեղծվեց եւ դժբախտաբար թե ցեղասպանության ճանաչումը իրանց համար շատ կարևոր չի, թե Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը եւ իրավունքների վերականգնումը իրանց համար կարևոր չի, արդեն հստակ հայտարարություններ ա եղել կառավարության կողմից եւ այս խնդիրը մեզ համար բավական բարդ է լինում լոբիինգ կատարելը, սակայն պիտի ասեմ, որ Սփյուռքի կազմակերպությունները բավական միաձայն են եւ միաբան են այս խնդիրների, մանավանդ Արցախի եւ ցեղասպանության ճանաչման հարցով։ Անգլիան կհետապնդի իր շահը եւ եթե այդ շահը համընկնի մեկ այլ երկրի հետ, ապա միասին կաշխատեն։ Էսի շատ logical մոտեցում է։ Անգլիան Ադրբեջանում ամենաբարձր ներդրումն ունեցողներից է, իսկ British Petroleum-ը BP-ն ամենամեծ հետաքրություններ ունի, բայց ինչ է անում մեր երկիրը, որպես Հայաստանը գրավիչ դարձնի օտարերկրյա ներդրումների համար։ Հետաքրությունները ստեղծվում են համագործակցության եւ եզրույթ ստեղծելու մեջ եւ մենք դժբախտաբար տարիներ ընթացքում ձախողել ենք գրավիչ դարձնել Հայաստանը որպես պետականություն, որ ուրիշ պետությունները կարող են աշխատեն, այս միայն դիվանագիտական հարց չի, այլ տնտեսական հարց է նաև եւ հիմա մենք որոշ չափով բլոկադայի մեջ ենք Հայաստանը մեկուսացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, ինչպես շատ ուրիշներ, Մեծ Բրիտանիան կոչ արեց Ադրբեջանին 2023 թվականին, որ դադարեցնել ուժի
անընդունելի կիրառումը եւ վերադառնալ երկխոսության բռնության երբեք լուծում չլինելու խոսքով։ Իրենք հետևում են նաև այս սկզբունքով, որ չի փոխվե միջ օրս, որ իրենք ասում են, որ միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին համապատասխան դիվանագիտական ճանապարհով մենք կտեսնենք այս հակամարտության կայուն կարգավորումը, այսինքն Հելսինկյան ակտը մեզի տալիս է այն իրավունքը, որ ազգերը ունեն ինքնորոշման իրավունք եւ այդ principle-ով են իրենք հետևում նույն մոտեցումը, իհարկե Ֆրանսիայի նման իրենք ավելի չեն բարձրացնում այս խնդիրը, բայց մեր ճնշումների բերումով բոլոր իրենց հարցերը, այսինքն պատասխաններ, նամակները, որ մենք ուղարկել ենք եւ ստացել ենք պատասխաններ կառավարությունից, այդ ամփոփումի մեջ է ներառված։